Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոնիսյանի հետ ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Բարև ձեզ, պարոն Իոնիսյան։ Բարև ձեզ։ Դուք ինչպես եք մեկնաբանում երեք Գյումրիում տեղի ունեցած իրադարձությունները, ընդդիմությունը ասում է, որ ցուցադրաբար ընտրված ընդդիմադիր քաղաքապետին Նիկոլ Փաշինյանի ցուցումով բերման ենթարկեցին եւ կալանավորեցին։ Ես դա մեկնաբանում եմ որպես հակակոռուպցիոն կոմիտեի պրոֆեսիոնալ գործողություն։ Եթե կարճ, եթե ուզում եք երկար ասեմ, որ իմ մոտ տպավորություն է, որ ուղղակի Հայաստանում ձևավորվում է մի բևեռ, որը ասում է, որ ընտրողների նկատմամբ ճնշում գործադրելը օքեյ է, կաշառք վերցնելը օքեյ է, չգիտեմ, փաստաբանի կողմից դատավորինի գործի հետ կապված հայհոյելը օքեյ է, ինչ որ սենց նարրատիվ է սկսում տարածվել Հայաստանում։ Նախկինում սենց նարրատիվ այս վերջին տարիներին գոնե չկար։ 21 թվին մեկ էլ տենց նարրատիվ կար, որ ասում էին իշխանությունը կոռուպցիայի դեմ պայքարեց, դրա համար պատերազմը պարտվեց։ Հիմա ասում են մեծ հաշվով ոչ մեկ եթե նկատել եք, ոչ մեկ չի ասում, որ եկեղեցու ներսում ընտրողների նկատմամբ եկեղեցականներն են, չէ՞ ընտրողների նկատմամբ ճնշում չկա։ Ոչ մեկ տենց հստակ չի ասում, որ տենց բան չկա։ Ոչ մեկ Վարդան Ղուկասյանի գործողում համարը ոչ մեկ չի ասում տենց առերևույթ կաշառք չկա։ Ոչ մեկ այս փաստաբանի մոռացան փաստաբանի դեպքով չի ասում, փաստաբանը չի վիրավորել դատավորին։ Կոչուբաևին նկատի ունեք։ Կոչուբաևին, այո։ Դատավորին դատախազին քննիչի։ Մեծ հաշվով բոլորը ասում են արելը լավ են արել, մոտավորապես սենց մի բան։ Այ իշխանությունները վատն են, այ իշխանությունները վատ, բայց կներեք հանցագործության համար պատժվել։ Հիմա վաղը կարող եք փողոցում մարդ սպանի ասի, այ իշխանությունները Նիկոլ Փաշինյանը 4000 մարդու թաղեց, իսկ ինձ մի հոգի սպանելու համար դատում են։ Հա, սրանք էլ կարա հասնի, այս լոգիկան չէ։ Պարոն Իոնիսյան, բայց հիմա կներեք, ասում են, այ Ավինյանը անիֆով սենց սխեմաներ արեց, Ավինյանը անիֆի սխեմաները պետք է պատշաճ քննվի, բնականաբար պետք է պատշաճ քննվի, բայց Ավինյանը անիֆով սենց սխեմաներ արեց, կաշառք վեկալեցի, ինձ դատում են, հա, մներեք, պարզապտի դատեն, Ավինյանին էլ, եթե իր մեղսակցությունը կա այդ անիֆի սխեմաներում, Ավինյանն էլ դատեն, բայց քեզ պետք է դատեն, եղբայր, քո դեպքը ավելի ակնհայտ է։ Էլի դատեն, կներեք, էլի դատեն։ Վաղ միսօր մեկը մարդ սպանի, ասի Նիկոլ Փաշինյանը 4000 մարդ սպանեց 20 թվին, չդատվեց, իսկ ինձ մի հոգի սպանելու համար դատում են։ Այս լոգիկային է հասնելու արդեն այս բանը, էլի։ Դե բայց գուցե իշխանության ներկայացուցիչներն էլ դատվեն, որ մյուսները չասեն, բա ինչի իրենք չեն դատվում, մենք դատվում ենք։ Իսկ իշխանության ներկայացուցիչները կոռուպցիայի համար չեն դատվում այս երկրում։ Իշխանության ներկայացուցիչները կոռուպցիայի համար չեն դատվում, բանտարկված իշխանության ներկայացուցիչներ չկան կոռուպցիոն հոդվածներով։ Անուններ տվեք։ Բարձրաստիճան այդ թվում նախարար կա, ով որ բանտում է արտակարգ իրավիճակների նախարար էր, կոռուպցիա զբաղված, բռնեցի, դատում են։ Ընդ որում շատ լոյալ մարդ էր Նիկոլ Փաշինյանին, երբ որ բոլոր գեներալները իրար դեմ էին գնում, ինքը շատ լոյալ մնաց Նիկոլ Փաշինյանին։ Բայց դատում են, դեռ կոռուպցիա բռնվեց։ Կա Վերմիշյանի դեպքը, կա Վահան Քերոբյանի մասով ես իմ կարծիքը ունեմ, Վահան Քերոբյանի գործը ես համարում եմ մեղմ ասած խնդրահարույց, բայց դա էլ ինդիկատոր։ Կներեք, էլ չասեմ ավելի ցածր ռանգի պաշտոնյաների տարբեր տեսակի, այդ թվում ՔՊ-ական, ՉՔՊ-ական, բայց պաշտոնյաներ ՔՊ իշխանություններում։ Դե տենց տեսանք Սանասարյան Դավիթին էլ դատեցին, բայց վերջում մարդը արդարացվեց։ Սանասարյան Դավիթի գործն էլ մեծ հաշվով ինչպես եւ Վահան Քերոբյանի գործը ինձ թվում է մի քիչ ուռճացրած գործ էր։ Մեղմ ասած մի քիչ ուռճացրած։ Դա վերադառնալով Գյումրիին, ասում են, ինչու
ոնց իրավական պետությանն է հարիր ծանուցում չուղարկել, չսպասել, որ Վարդան Ղուկասյանը մենակ կամ փաստաբաններով ներկայանա նախաքննական Չհասկացա խուսարկություն պետք է անեին։ Ծանցում ուղարկեն ասեն, գիտեք, մենք վաղը չեմ այսօր գալու ենք ձեր մոտ խուսարկություն անել։ Լուրջ եք ասել, հետո այդպես բան ասել։ Ծանցում ուղարկեն ասեն, վաղը չեմ այսօր գալու ենք ձեր մոտ խուսարկություն անանալու։ Հատա ինչ ճապացույց բան ունեք, սա վերացրեք։ Կներեք էլի քաղաքական հրահանգի հետևանք համարում եք սա թե ոչ։ Մենք Նիկոլ Փաշինյանի չվերցներ։ Մենք Նիկոլ Փաշինյանի Թող կաշառք չվերցներ։ Ես մի մեկնաբան, թող կաշառք չվերցներ։ Դուք դատարան չեք, դուք դատարան չեք, դուք ինչ գիտեք կաշառք վերցրել է թե ոչ։ Կներեք ձայնագրություններից ինձ ակնհայտ զգացվում է դա, էլի դե լսվում է, հիմա դա զորով չի կներեք։ Ստան ինչ քերա, այդպես ապարքերա։ Ես պատմության մեջ ապարքերություններ ամենաշատը զարմացրել։ Ասմաթում ես փող տան $10,000, 4 միլիոն դրամ, ոնց որ 4 միլիոն մոտավորապես նույն բանն է այդ երկուսը։ Ասմա այդ փողը տան, այդ շինությունը, որ ենթակա քանդման 1540 մետրան շինություն է, բուտկա չի։ Ասում է չքանդենք, հետո ապեզեշին թույլտվություն տանք, ավարտական ակտ տանք, տենց բան անեն։ Ոչ մեկ պետք չնկատեր, որ հասկացեք Վարդան Ղուկասյանը իշխանամետելներ, ընդդիմադիրներ կներեք, էլի ինչ որ մեկներ որ կնկատեն, որ էս վիրոպես 1540 մետրանոց շինությունը չի քանդվելու նորից սարքվել։ Պետք է քանդվելու նորից սարքվել, չի քանդվելու նորից սարքվել, մի րոպե։ Ինչ որ մեկը դա կնկատեր, հա։ Բոլորն էլ սուդյան առածելնի, խաղը ծախացելնի, մի լրագրող կնկատեր, չէ, փողոցով անցնող։ Մեկն ու մեկը կտեսներ, չէ, օդու ծոփաշքարը։ Ու հետո զարմանում են, Վախի Այվանիսյան Դանիելը տենց վստահ ասում, կներեք ապաշքարա բան են արել, ես էլ ինչ պետք է բան անեմ, սենց գլուխս մտցնեմ ավազի մեջ, ասեմ ենթադրաբար, կներեք, առերևույթ կաշառքը, առերևույթ կաշառքը։ Անմեղության կանխավարկածը չեք ուզում հարգել։ Չէ, անմեղության կանխավարկածը ես ուզում եմ հարգել, բայց անմեղության կանխավարկածը նախ չի նշանակում, որ իմ գլխում եզրակացությունները պիտի լինեն, ակնհայտ եզրակացությունները պիտի հարցական տակ դրվեն։ Կներեք, նույնն Աչապաղյանի մասով։ Ասում են ռազմական հեղաշրջման կոչ արել, ասում են անմեղության կանխավարկած, ինչ անմեղության կանխավարկած, մարդը ասում է, ես ռազմական հեղաշրջման կոչ եմ արել։ Ասում են, չէ, դատարանը չի հաստատել, որ ինքը ռազմական հեղաշրջման կոչ արել։ Ինչ ասում է։ Ներեք, անմեղության կանխավարկած անմեղության պետք է հարգել, բայց անմեղության կանխավարկածը մի քիչ այլ բան է նշանակում, քան թե իմ եզրակացությունները, հիմա կներեք, նույն ձև չգիտեմ, Սերժ Սարգսյանն որ ասում են կոռուպցիոներն չէ, անմեղության կանխավարկած եք խախտում։ Բոլոր նրանք, ովքեր Սերժ Սարգսյանն ասել են կոռուպցիոներ, անմեղության կանխավարկած են խախտել, ըստ անմեղության կանխավարկածի այդ ինտերպրետացիայի, տենց է չէ դուրս գալիս։ Ձեր գնահատմամբ հակաիրավական գործողություններ տեղի չեն ունեցել Գյումրիում։ Ես այսօր Գյումրիում հակաիրավական գործողություն չեմ տեսել, իրավապահների կողմից առնվազն։ Այ որ կարմիր բերետավոր ասում եք քո դեմ Գյումրիի համայնքապետարանի աշխատակիցների եւ մի շարք անձանց կողմից տեսել եմ, իրավապահների կողմից չեմ տեսել։ Իրավապահների կողմից տեսել եմ պրոֆեսիոնալիզմ, որը դրսևորվել է նրանում, որ ուծեչկա չի եղել ինֆորմացիայի, պրոֆեսիոնալիզմ, որը դրսևորվել է նրանում, որ բավականին ամբողջական ապացույցներ են հավաքել, պրոֆեսիոնալիզմ, որը դրսևորվել է մի շարք գործողություններում, այդ թվում նրանում, որ այսօր մեծաշով Գյումրիում բախումներ չեղան, որը կարող էր լինել, եկեք ընդունենք, շատերը սպասում են, որ երեք Գյումրիում բախումներ կլինեն, բայց չեղան, չէ բախումներ, դա էլ ամեն դեպքում միգուցե նաև ցուցարարների խոհեմություն, բայց նաև իրավապահների պրոֆեսիոնալիզմի արդյունք է։ Այսինքն
Գյումրիում իրավապահները պրոֆեսիոնալ գործեցին եւ արեցին այն, ինչ որ իրանք պետք է անեն, գրողը տանի կաշառք հավերցում բռնեն։ Արերեգույթ կաշառքի մասին ինֆորմացիա ունե, դա sense ձևակերպեն, որ շատ չներվեք։ Ոնց որ էս է իրավապահների ֆունկցիան, ոնց որ ինչ պետք է անեն։ Հատկապես այն կարմիր բերետավորն էր պրոֆեսիոնալ գործում, որ հրապարակում կանգնած ասում էր սաղի դեմքը ֆիքսեցինք։ Իսրին աստծո, այնքան բան ենք տեսել կարմիր բերետավորների կողմից։ Այնքան բան ենք տեսել կարմիր բերետավորների կողմից, նախորդ իշխանության կողմից, այս իշխանության կողմից, նախանցած իշխանության կողմից։ Նախկինը բռնապետություն էր, այս մեկը ժողովրդավարություն է, այս մեկը Նաև այս իշխանության ժամանակ չենք տեսել կարմիր բերետավորները անտեղի մարդ ծեծեն, լավ ջիջարով ծեծեն։ Տեսել ենք, չէ՞։ Հիմա դրա համեմատ եկել ասում եք բան, բոլորի դեմքերը ֆիքսել ենք։ Հա, իսկ կարող ասել է բոլորի դեմքերը ֆիքսել ենք, որ այս մարդիկ հուշ տնեն ու ագրեսիայի չգնան։ Ինչ կա դրա մեջ, հնարքի է դիմել, էլի կարող է, ես օրինակ եմ, ոստիկանական հնարքի է դիմել, սրբեր սրանց բան անեմ, ասեմ, որ սաղի դեմքերը ֆիքսել ենք, հանդարտ մեկը, որ մտքով անցնում է, որ պետք է մեր վրա քար շպրտի, թող չշպրտի, թող վախենա, որ մենք իրան ֆիքսել ենք, կապ չունի ֆիքսել ենք, թե չենք ֆիքսել, այս չէ դες ոստիկանական հնարք լիներ։ Եվ եթե այդպիսի ոստիկանական հնարքը դա է, կներեք, բա պրոֆեսիոնալիզմի մասը չէ, հնարքներ են անում, չգեմ չեն են անում, բռնություն չլինի։ Եթե արդյունքում բռնություն չի լինում, այդ լարված իրավիճակում բռնություն չի լինում, ուրեմն լավ են գործել, ուրեմն պրոֆեսիոնալ են գործել։ Դե հիմա չգիտենք, քաղաքապետարանի դուր լուսամուտ ջարդելը բռնություն համարվում է, թե ոչ։ Եթե խուզարկության համար պետք է, բա պետք է բան անեն, բա ինչ ինչ դիտեն սպասեին դուրը փակ ներսը հնարավոր ապացույցներ ոչնչացվեն։ Կներեք, խուզարկության համար դատարանի որոշումը եթե կա, եթե դուրը չեն բացում, ապա դուրը ջարդվում է։ Մոլորակի ցանկացած երկրում ամենաբռնապետականից մինչև ամենաժողովրդավարական։ Թե խուզարկության որոշում կա, գալիս տեղում դուրը չեն բացում, դուրը ջարդում ես։ Որտեղ հասկանում ես, որ դուրը եթե դու չջարդես, ներսում կարող ապացույցներ վերացվեն։ Չէ, քաղաքապետին տանելուց էին դուրը ջարդել։ Այդ դետալները շատ չեն ֆիքսել, բայց դուր ջարդել են ինչի համար, չեն կարող տանեին։ Ըստ էության, որ հետևի մուտքով տանեին։ Լավ, պարոն Յանիսյան, դուք արդեն հասցրել եք Լավ, եկեք էտել, եթե դետալներ են քննարկում, այդքան մանրակրկիտ չեմ հետել։ Բայց եթե պետք է հետևի դուրը ջարդեին, որպեսզի ժողովրդի հետ բախումներ չներ, որ հետևի երիքով տանեին։ Հա։ նորմալ է։ Հա։ Կներեք, հիմնական բերմանին թարգելու կամ ձերբակալելու այս կոնտեքստում տարբերություն չկա։ Հիմնական բարդությունը այստեղ այն է, որ դա չվերածվի ժողովրդի հետ բախումներին։ Չէ՞։ Վարդան Ղուկասյանի կողմնակիցները դուրսը հավաքված, ագրեսիվ տրամադրված, քիչ թե շատ մեծաքան, եւ Վարդան Ղուկասյանը պետք է ձերբակալեն տանեն հակակոռուպցիոն կոմիտե։ Մա ոստիկանության հիմնական նպատակը ո՞րն է, դա անել այնց, որ արանքում բախումներ չլինի, արանքում ծեծ ու ջարդ չլինի, արանքում մինիմալ քաշքշուկ լինի, արանքում էլ չասեմ արյուն չթափվի։ Դա չէ ոստիկանության խնդիրը։ Եկեք արձանագրենք, ոստիկանությունը այդ խնդիրը արեց։ Շատ լավ։ Ոստիկանությունը այդ խնդիրը արեց, կարող չստացվեր։ Կարող եկեք համաձայնենք, որ մենք բոլորս նստած սպասում ենք, որ Վարդան Ղուկասյանը տանելու պահին լինելու է Դուդումփոց գիլդին։ Որը չեղավ։ Պետք է արձանագրենք, էլի դե գներեք, ես մեղմ ասած ոչ միշտ եմ ոստիկանությանը պաշտպանում կամ բանանում, բայց պետք է հասկանալ որն էր ոստիկանության խնդիրը, արդյոք ոստիկանությունը խնդիրը կատարեց։ Կոչուբաևին ասֆալտին փռելը։ Ոստիկանության խնդիրը այն էր, որ բախումներ չլինեն, ամենակարևոր ոստիկանության խնդիրը սենց իրավիճակներով չէ բախումների ժամանակ իրավակարգ հաստատելն է։ Այդ արդեն ճգնաժամային իրավիճակ է, այդ արդեն վատ իրավիճակ է, կարևոր խնդիրը որ բախում չլինի։ Դուք նաև Կոչուբաևի բերման ենթարկելու տեսարանն եք իրավաչափ համարում։
Ես նման վստահություն չունեմ։ Չէ, ես նման վստահություն չունեմ։ Կոչուբաևին բերման ենթարկելու կադրերի հետ կապված հիմնական խնդիրը այն է, որ ինչ որ պահից սկսված է։ Այսինքն միջև նկարահանման պահը ինչ է տեղի ունենում, մենք չգիտենք։ Միջև նկարահանման պահը Կոչուբաևը դիմադրություն է ցույց տալիս եւ իր նկատմամբ ֆիզիկական ուժ եւ որոշ հատուկ միջոցներ են բանանում կիրառում, թե դիմադրություն ցույց չի տալիս եւ այդ ամեն ինչը կիրառվում է, այս հարցի պատասխանը տեսանյութում չի երևում։ Եվ դրա արդյունքում ես չեմ կարող ասել, ոնց պնդեմ, որ դա եղել է իրավաչափ։ Չեմ կարող պնդել, ոչ էլ կարող պնդեմ, որ դա կալանավորումն է իրավաչափ։ Բայց ազնվությամբ ասած չեմ էլ կարող պնդեմ, որ իրավաչափ չի։ Գրառումն է հիմքում ընդամենը, միայն գրառում է, ոչ բառապաշարով վիրավորական գրառում։ Տեսեք, գրառումը քրեական հետապնդում հարուցելու հիմքում է։ Եվ դա իրավաչափ է, կներեք, ինչ բառ ասես ասում եմ։ Էլ բիժվածքներ, ինչ ասես ասում եմ։ Այն որ քրեական հետապնդումը հիմնավոր է, ես դա կասկածի տակ չեմ։ Դա վարչական չէ վիրավորանքը։ Չէ, քրեական օրենսգրքում ամրագրված առարկ է այդ դեպքում վիրավորանքը։ Հա, վիրավորանք կա, որ ընդհանրապես քաղաքացիական իրավահարաբերությունների տիրույթում է, բայց այս դեպքը չի կներեք։ Եվ այն որ քրեական հետապնդումը հիմնավոր է, իմ համար ակնհայտ է, բայց այն որ բերման ենթարկելու ընթացքում բռնության գործադրումը եւ կալանավորումը իրավաչափ է թե չէ, ես չեմ կարող ասել։ Ես չգիտեմ կալանավորման հիմքում ինչա դրված։ Ես չգիտեմ, հասկանում եք, գործեր կան, որոնց ժամանակ նույնիսկ խափանման միջոց ընտրելուց ինչ որ դետալներ ենք իմանում եւ այդ դետալների լույսի ներքո կարողանում ենք եզրակացություններ կառուցել։ Այս Կոչուբաևի գործը դրանցից չի։ Հա, այսինքն պայմանական ասած Աչապաղյանի գործով շատ ավելի շատ բաներ հայտնի, շատ ավելի շատ դետալներ գիտեինք եւ շատ ավելի եզրակացություններ կարող ենք անել։ Այդ թվում հիմքեր ունենք պնդելու, որ Աչապաղյանի նկատմամբ հետապնդումը քաղաքական մոտիվացվածություն ունի։ Ընդ որում այդ հիմքերը մենք ենք առհասարակ տվել հանրությանն եւ Աչապաղյանի փաստաբանական թիմին։ Բայց Կոչուբաևի դեպքում ես չունեմ նման վստահություն, որտեվ ես չգիտեմ ինքը ձեռք փակալելուց ինչ է արել, ինչ չի արել, ինչ հիմքեր կան իրան կալանավորելու, ինչ հիմքեր կան, որոնք որ կամ ինչ փաստարկներ կան, որոնք որ կարող է բացառեն այդ հիմքերը։ Վերջը ամեն դեպքում այդ կալանավորելը տենց տրիվիալ չի, դրա համար էլ դատական նիստ ալնում, դատավորը պետքա որոշում կայացնի։ Հիմա ես չունեմ այն բոլոր հիմքերը, որոնք որ այդ դատավորումներ, որպեսզի կարողանամ իմ գլխում կառուցել եզրակացություն եւ ասեմ, որ իմ գլխում կառուցված եզրակացությունը տարբերվում է դատավորի եզրակացությունից եւ ուրեմն միգուցե դատավորը անաչառ չէր, եւ ուրեմն միգուցե դատավորը այդպես արեց, որտեղ Կոչուբաևը ընդդիմադիրներին է պաշտպանում։ Բայց ես այդ հիմքերը չունեմ, որպեսզի այդ անեմ։ Կարող է լավ էլ հիմնավոր է եղել, չեմ կարող ասում։ Բայց կարող է հիմնավոր չի եղել եւ կարող է պայմանավորված է եղել նրանը, որ Կոչուբաևը ընդդիմադիրներին է պաշտպանում։ Չէ, դա չեմ կարող բացառեմ էլի։ Դուք արդեն հասցրել եք հանցագործության մասին հաղորդում ներկայացնել, արդյոք Նաթան Սրբազանին եւ կաթողիկոսի նախկին գավազանակրին գաղտնալսելը, Վարդան Ղուկասյանին գաղտնալսելը, մեր ձևովից Գևորիկին գաղտնալսելը դատարանի թույլտվությամբ է եղել, թե ոչ։ Դրան վերաբերյալ ներկայացրել եք հանցագործության մասին հաղորդում, թե ոչ։ Ինձ թվում է մենք տարբեր իրավիճակների մասին ենք խոսում, այդ իրավիճակների մի մասը վերաբերվում է պատշաճ քրեադատավարական դասակարգին։ Վարդան Ղուկասյանի գաղտնալսումը ակնհայտորեն տարբերվում է այս մնացած բոլոր դեպքերից, որտեղ Վարդան Ղուկասյանը գաղտնալսումը իրականացվել է որպես կամ գաղտնի քննչական գործողություն կամ օպերատիվ հետախուզական
գործողություն, որը կարող է առանձնապես ծանր հանցագործությունների քննության ժամանակ իրականացվել։ Թե ընդ որում Վարդան Ղուկասյանի դեպքում ես խիստ կասկածներ ունեմ, որ դա ոչ թե գաղտնալսում է եղել, այլ ներքին դիտում, որը եւս ծանր եւ առանձնապես հանցագործությունների դեպքում դատարանի որոշում կարող է իրականացվել եւ այն հրապարակվել է ոչ թե ինչ որ երրորդ անձի կողմից, այլ հենց հակակոռուպցիոն կոմիտեի կողմից, վարույթներ իրականացնող մարմնի կողմից է հրապարակվել։ Ինչ որ Վարդան Ղուկասյանի կներեք լրիվ լեգիտիմ է Դատարանի որոշում պետք չէր։ Ոնց պետք չէր։ Ով ասաց պետք չէր։ Պետք էր իհարկե։ Հարցնում եմ։ Դե հիմա պարզելու եք, կար թե ոչ դա օրինակ։ Ակնհայտավոր կար։ Ակնհայտավոր կար։ Կներեք, եթե տեղ պարզվի դատարանի որոշում չկա, գործը քանդվելու է։ Դե լավ, ակնհայտավոր կար էլի, բան չի։ Ոնց ասեմ, դատարանի որոշումները հենց հեշտ են ստանում իրավապահները, որ իմաստել չկա առանց դատարանի որոշման գաղտնալսելու կամ ներքին դիտում անելու, հա։ Եվ երբեք տենց երևույթ Հայաստանում ինձ հայտնի չի, որ եղածած լինի առանց դատարանի։ Չգիտեմ։ Նման որևիցե բացահայտում երբևիցե որևիցե մեկը չի արել, որ եթե ես հիմա ճիշտ եմ հիշում, որ առանց դատարանի որոշման բարգի ներքին դիտում կամ գաղտնալսում։ Ինչ վերաբերում է մյուս դեպքերի մասով մի քիչ վիճելի իրավիճակներ են, որովհետև իրար հակասող շահերի հետ մենք գործ ունենք։ Մի կողմից ապօրինի ձայնագրությունն է, մյուս կողմից այդ ապօրինի ձայնագրության մեկան հանցագործության վերաբերյալ տեղեկություն հրապարակվում, ընդ որում ես էլ արձանագրենք ենթադրաբար ապօրինի։ Ինչի եմ ասում ենթադրաբար, որովհետև չի բացառվում, որ ձայնագրողը խոսակցության կողմերից մեկն է եղել։ Հոգևորականների դեպքը նկատի ունեք։ Նաև առաջին հերթին հոգևորականների դեպքը նկատի ունեմ, որտեղ եթե կողմերից մեկը ձայնագրում է, դա քրեական օրենսգրքով արգելված արարք չի։ Եվ ես ճիշտ ասած հոգևորականների դեպքում հենց այդ տպավորությունն էլ ունեմ, որ հոգևորականներից այդ մոռացա քահանայի անունը, այդ դուժած քահանան, հա, այսպես ասած, չեմ բացառում որ ինքն է ձայնագրել։ Այն մյուս դեպքով կդժվարանամ ասել եւ ես նաեւ կդժվարանամ ասել, թե ոնց է ձայնագրությունը իրականացվել, որտեղ տարբեր հնարավոր սցենարներ կան։ Բայց կա սցենար եւ մենք այդ խնդրի մասին խոսել ենք, եւ սա առաջին դեպքը չի, որ այս հանցակազմով օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող որոշ մարմիններ, քանի որ սա ծանր հանցագործություն չի, նյութապես շահագրգռելը հանրահավաքին մասնակցելու համար եւ օրինական կերպով գաղտնալսել չեն կարող, չեմ բացառում, որ գաղտնալսում են, բայց սրա ապացույցը չունեմ, մի քիչ առաջ էլ ասացի երբեք նման դեպք որպես փաստ չի բացահայտվել, բայց չեմ բացառում, որ առանց դատարանի որոշման, դատարանի որոշումը չի կարող լինի, գաղտնալսում են, գաղտնալսած հրապարակում են, որպեսզի այդ հրապարակածը վերցնեն, համապատասխան արձանագրություն կազմեն եւ քրեական վարույթ նախաձեռնեն։ Մենք սենց պրակտիկա նկատել ենք նախկինում, որը բավականին քննադատվել է քաղաքասարակության եւ մեր կողմից։ Բայց մյուս կողմից ընդհանուր առմամբ պետք է հաշվի առնել, որ նպատակը քրեորեն պատժելի երևույթի դեմ պայքարն է, բայց պայքարն է անընդունելի մեթոդով, օրենքի խախտումով, եթե այդ սխեման է, որը մենք վստահ չենք, բայց հիմնավոր կասկածում ենք, որ այդ սխեման է, որտեղ ողջամիտ չի, ողջամիտ ինչ որ ուրիշ սխեմա չկա։ Դա խնդրահարույց է եւ դրա համար մենք առաջարկում ենք մեծ հաշվով, որ այդ հոդվածը փոխվի եւ այդ հոդվածով ուղիղ կարողանան գաղտնալսում անել, կարիք չունենան ասենց ապօրինությունների դիմել։ Դուք այստեղ խնդիր տեսնում եք, այսինքն իշխանությունը ուզում է կաթողիկոս փոխել, այդ ձայնագրությունը իշխանամերձ հարթակները գցեցին քննարկման դաշտ, կաթողիկոսի անունը հոլովեց, մարդկանց ստիպում է միտինգի գնալ, որ քրեական գործը թեքվի իր կողմ։ Այդպիսի տպավորություն ունեք։
տարբեր քրեական գործեր են ինձ թվում, թեև կարող է այդ քրեական գործերը ինչ որ պահի միավորվեն։ Ես կդժվարանամ ասել այդ քրեական գործերով իշխանությունները ինչ ունեն կամ իրավապահները ինչ ունեն։ Օրինակ, որ թեմի առաջնորդին ձերբակալել են։ Չեմ բացառում, որ թեմի առաջնորդին առաջարկեն ասեն հարգելի տերես ինչ, մոռացա թողները ինձ։ Մկրտիչ։ Դեր Մկրտիչ, հա, Դեր Մկրտիչ։ Արի դու դա ընդունված է իրապահների մեծ կոչվում է մեծ ցկան բանել։ Մենք գիտենք, որ քեզ վերևից են դա ասել, որ դա քո նախաձեռնությունը չի։ Ցուցմունք տուր, որ քեզ դա վերևից են ասել, մենք քեզ դատախազի որոշումով ազատ կարձակենք։ Ունեն տենց լծակներ իրապահները, հա։ Բայց վերևը քերին է։ Կաթողիկոսը քերին է, Տեր Մկրտիչ Սրբազանի քերին է։ Ուրեմն այս կման չի գործի։ Կարող է դա իր դիվանապետա կոչվում այդ պաշտոնը, հա։ Կարող է դիվանապետը տածում, չգիտեմ։ Կարող է ինչ-որ ձև կարող է հեռախոսները ուսումնասիրեն, հեռախոսների մեջ ինչ-որ բան գտնեն։ Ես չեմ բացառում, այսինքն այս բոլոր ապացույցների կոնտեքստում մեծ հաշվով ես հակված եմ համարելու, որ այո, եկեղեցում կաթողիկոսի մակարդակով կար պարտադրանք ենթականերին, որոնք նաև ընտրող են, նաև քաղաքացի են, պարտադրելու մասնակցել որոշակի ցույցերի։ Ես ենթադրում եմ, որ այդ պարտադրանքը կար, բայց արդյոք դատավարական մարմինները համապատասխան ապացույցները ունեն եւ արդյոք կարողանան դա պատշաճ հիմնավորել, որտեղ կաթողիկոսը նաև նենց դեպք չի էլի, որ ոնց ասեմ, մանր ջեպ չի, որ բերման ենթարկես, ասես մենք քո մասին ամեն ինչ գիտենք, արի ավելի լավ դու ինքդ պատմի, որ մենք քո նկատմամբ մեղմ լինենք, հարիվ պատմի, ու տենց գործը բանալվի էլի, տենց գործը առաջ գնա։ Ակնհայտ է, որ կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդման համար պետք են լավ յուղոտ եւ անհերքելի ապացույցներ։ Օրինակ այնպեսին, ինչպեսին Վարդան Ղուկասյանի մասով կային։ Սենց յուղոտ անհերքելի, նաև այդ ապացույցը հանրությանն էլ ներկայացվի, էլի, որ հանրության մոտ հարց չմնա։ Չնայած ակնհայտ է, որ արդեն ինչ էլ լինի հանրության մոտ հարց կմնա, բայց հանրության որոշ շրջանակների մոտ հարց կմնա, բայց Աստված այդ որոշ շրջանակների հետ լայն հանրության համար։ Այսինքն առաջկայում կաթողիկոսին կտեսնենք ձեզ քր գործերով անցնելիս, թե չէ։ Այս չի մնի։ Իմ ասած այդ է, ես չգիտեմ քրեադատավարական մարմինները ինչ ապացույցներ ունեն կամ կարող է հիմա չունեն, վաղը ունենան, բայց նաև այս են դեպքն է, որ չեմ ուզենա նաև անմեղության կանխավարկածը խախտեմ, որտեղ այ կաթողիկոսի մատով կներեք Վարդան Ղուկասյանի մասով ակնհայտ ձայնագրություն կա, էլի, ոնց որ ակնհայտ այնտեղ ինչ է տեղի ունենում։ Կաթողիկոսի մասով ես չեմ վերցնի պնդելու, որ այո, ինքը կատարել է այդ հանցագործությունը եւ մարդկանց պարտադրել է, որ գնան ցույցի։ Ես նման 100% վստահություն չունեմ, ես նման կասկած ունեմ, ես բավարար adekvat մարդ եմ, որ այս ամեն ինչի ֆոնին նման կասկած չունենա, բայց վստահություն չունեմ եւ այս այն դեպքն է, որ իրոք անմեղության կանխավարկածը պետքա հարգել եւ եթե քրեադատավարական մարմինները գնան կաթողիկոսի հետևից, շատ կարևոր է, որ հանրությանը ներկայացնեն հիմքերը, ոնցով որ գնում են։ Եվ քննչականի հրապարակած այդ կադրերը, որտեղ տարբեր արժույթի փողեր էր, բենզինի չեք էր, ոսկու արծաթի ձուլակտորներ, ինչ տպավորություն է դա թողնում, ինչու դա նորմալ է, այսինքն այդտեղ չպետք է հարցեր առաջանան, թե պետք է առաջանան։ Ճիշտ ասած, իմ մոտ երկու հարց առաջացավ, նախատեղ ինչ գործ ուներ դիվանագիտական անձնագիրը։ Ասին ժամկետներն անցել։ Թեկուզ նախկինում ինչի են տվել։ Ես չեմ ասում, որ այդ դիվանագիտական անձնագրի համար մեղավոր է ներկայիս արտգործնախարար Արարատ Միրզոյանը, բայց մեղավոր է այն արտգործնախարարը, որի ժամանակ դա տրվել է, չգիտեմ ով է եղել Արարատ Միրզոյանը, Զորաբ Մնացականյանն, ամեն ինչին ուշ արձագանքողի անունը Էդվարդ Նալբանդյանը,
Չգիտեմ ով ա եղել, բայց ոնց որ հարցեր են առաջանում էլի։ Եվ երկրորդը դա քննչական կոմիտեն ասեց տարբեր առևտրային կազմակերպությունների տարբեր կազմակերպությունների աններով դուրս գրված բենզինի չեկեր։ Մի քիչ տարօրինակ էր եւ հետո հիշեցի որ դա սխեմա ստեցին դա հարկից խուսափելու սխեմա է, ինչ են անում, ասենք կազմակերպությունն է, որպեսզի շահույթ ցույց չտար, դե շահույթից պետք է շահույթ վճարի, ես անի, կամ եթե ինքը պայմանական տիրոջը եւ տնօրենին աշխատավարձ տա դապտի կամ դայն հարկով հարկվի, այդ ամեն ինչ խուսափելու համար ինչ են անում, ծախս ցույց տալու համար, որպեսզի ահը բանարվի, բենզին են առնում, բենզին ասելով բենզինի չեք են առնում, այդ բենզինի չեկերը քեշով հետո ծախում են, այսինքն հարկային մարմինի համար երևում է, որ այդ կազմակերպությունը ինչ որ միջոցներ առավ եւ ծախսեց, բենզին ծախսեց իր նպատակի, ասենք իր արտադրության համար, բայց իրականում իր արտադրության համար բենզինը չի ծախսվել։ Եվ այդ բենզինի չեկերը քեշով տրվում են ինչ որ տեղեր, ենթադրենք բենզինը արժի պայմանական եմ ասում լիտրը 500 դրամ, լիտրը ասենք չգիտեմ 450 դրամով օրինակի համար քեշով ծախում են եւ հարկից խուսափելու ձև է դա եւ հիմա եթե այդ սխեման է ապա ստացվում է որ իրանք մասնակցել են հարկից խուսափելու սխեմայի մեջ եթե այդ սխեման չի ապա ներողություն թող եկեղեցին բացատրի թե տարբեր կազմակերպությունների անուններով դուրս գրված բենզինի չեկերը ինչ գործ ունեն իրանց մոտ մեծ քանակությամբ, մի հատ երկու հատ ինչ որ տարբեր ձևով կարող է, բայց մեծ քանակությամբ։ Ինձ թվում է դա այն հարցն է, որին եկեղեցին արժի պատասխանել, բայց եկեղեցին նույնիսկ միջև հիմա չի պատասխանել, չի տվել հստակ ու աներկբա պատասխան այն հարցին, արդյոք եկեղեցու ներսում եղել է պարտադրանք ցույցերի մասնակցելու համար։ Եվ նրանք ասեցին դա իշխանության հերթական արշավն է իրենց դեմ։ Իրանք ասցին սա իշխանության հերթական արշավը, իշխանությունը վատն է, սա այն այդ սա ասցին։ Բայց այդ հարցին աներկբա պատասխան ես չեմ լսել։ Եկեղեցու ներսում այդպիսի պարտադրանք եղել է թե չի եղել, եւ երկրորդը այդ թվում նաեւ հետո հրապարակված ձայնագրության ֆոնին։ Եվ երկրորդը առհասարակ ինչպիսին է եկեղեցու վերաբերմունքը այդպիսի պարտադրանքի նկատմամբ։ Ինչ է կարծում եկեղեցին, ինչ գնահատական կտա եկեղեցին, ինչ մարդու հասցեին, կապ չունի այդ մարդը եկեղեցու հետ կապված չի, արարքը դատապարտելի է կամ դատապարտելի չի, անկախ նրանից չէ արարքը ով է գործում, եթե մենք արժեքներով ենք առաջնորդում եւ ոչ թե ուրիշ բաներով։ Այն եթե եկեղեցին իմանա, որ X անձը մարդ է սպանել, ինչ են ասել, ասում են մեղք է գործել, սխալ արել, այն հարցը հետեւելն է եկեղեցուն։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցու հարգելի ղեկավար, հարգելի ղեկավարներ, այն ինչպիսին է ձեր վերաբերմունքը ընտրողների նկատմամբ ճնշողների վերաբերյալ։ Եվ դուք համարում եք, որ դա վատ արարքա, թե դուք համարում եք, որ դա խնդրահարույց չի, որ դա նորմալ է։ Մենք այս հարցին պատասխանեք, ելի մենք իմանանք ձեր վերաբերմունքը առհասարակ այս երևույթների նկատմամբ։ Եվ ինչու է ձեր կազմակերպությունը հանցագործության մասին հաղորդումներ ներկայացնում այն դրվագներով, որ հետո իշխանության հակառակորդները քննադատներն են քրեական գործերի մեջ հայտնվում։ Իսկ իշխանության վերաբերյալ հանցագործության մասին հաղորդումներ չենք ներկայացրել, հա երբեք։ Ամեն դեպքում չենք տեսել, որ հետո այսպիսի շոուներ լինեն, մարդկանց դիմակավորված բերման շոուներ չեն լինում, որովհետև դատաիրավական համակարգի անկախությունը խնդրահարույց է։ Շոուներ դրա համար չի լինում, մենք հաղորդումը ներկայացնում ենք։ Ասեմ ավելի, Նիկոլ Փաշինյանը, որ սպառնաց ընդդիմադիրներին ԱԱՑ ուղարկելով ներկայացրեցիք հաղորդում, թե ոչ։ Որ հոդվածով Որ հոդվածով պետք է ներկայացնենք։ Հոդված ասեք ներկայացնենք։ Կներեք։ Դա խնդրահարույց չէր, դա խնդրահարույց էր, բայց կներեք հանցագործության մասին հաղորդումը պետք է ենթադրի, որ նկարագրում ես արարք կամ ենթադրյալ արարք, որը քրեական օրենսգրքի հատուկ մասի կոնկրետ ինչ որ մի հոդվածով արգելված արարք է։ Դա օթի մեջ չի, ամեն մի բան չի որսում, դու դե ԱԱՑ-ն իր լիազորության ներքո է, ասում է, ձեզ ԱԱՑ-ը պատվար կուղարկեմ, ԱԱՑ-ը տնօրենին էլ ինքն է նշանակում։
պաշտոնական լիազորությունների չարաշահում օրինակ։ Չէ, եթե ինքը զանգի ԱԱՑ տնօրենն ասի սրանց սլավին տար պատվալ, դա հանցագործություն է։ Բայց տենց ինչ-որ քաղաքական հայտարարություն անել, սաղի բան, մի քիչ ուրիշ բան։ Ուրիշ բան եմ ուզում ասեմ։ Այս երկրում ինձ մատնացույց կա մեկ, ով է պայքարել, որ քրեական հետապնդում հարուցվի Տիգրան Աբինյանի դեմ, որ քրեական հետապնդում հարուցվի Ալեն Սիմոնյանի դեմ։ Մատնացույց կանեք ինձ այդ անձին։ Ինչ կապ ունի ով է արել։ Հիմա ամեն մեկը իր այս երկրում 3 միլիոն մարդուց 5000 հասարակական կազմակերպություններից որ մեկն է, որ դատական ատյաններում եւ հրապարակային պայքարում էր, որպեսզի Տիգրան Աբինյանի եւ Ալեն Սիմոնյանի դեմ, ընդ որում Ալեն Սիմոնյանի մասով, եթե չեմ սխալվում, 2 անգամ քրեական հետապնդում հարուցվի։ Արդյունքը ուր է, հետևանքները ուր են։ Կներեք, հետևանքների համար թող դատայրավական համակարգը պատասխան տա, թե ինչի չկա։ Հիմա բան չի, հիմա ես ենթադրենք հարևանս աղմուկ անի, զանգեմ ոստիկանություն, ասեմ հարևանս աղմուկ արել, եկացած ոստիկանը ապուշ լինի, հանի հարևանից գնդակահարի։ Եկը ստացվի ես հեղավոր, թե ոստիկանն է։ Հիմա կներեք, հանցագործություն ենք տեսնում, ընտրական հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացնում եւ պահանջում ենք, որ քրեական բարույթ իրականացվի։ Անկախ նրանից, թե ով է այդ ընտրական հանցագործությունը գործել, որ երբ որ իշխանության ներկայացուցիչն է եղել գործել, շատ ավելի մեծ եռանդով ենք պահանջում։ Եվ մենք ենք դա պահանջում, այդ դիմադիրները չեն պահանջում, դաշնակցականները, Հայ ազգային կոնգրեսը, որ տարական Արլիսեում կայքում որոնումներ կատարել չիմանալու արդյունքում ախմախ հայտարարություններ են տարածում, այդ չգիտեմ 1000-ի Թաթոյան, Մաթոյան իրանք չեն դա արել, մենք ենք դա արել։ Երբ որ Աբինյանին ու Ալեն Սիմոնյանի մասով վստահենք, որ իրանք քրեական օրենսգրքով արգելված արարք են գործել։ Մենք ենք պայքարում դատարաններում ու իրանք լրատվամիջոցները դա չեն լուսաբանում, որովհետև եթե դա լուսաբանեին, իրանք հետևորդների շրջանում հարց կառաջանար, կասեին մի րոպե, Սվիյոնիսյանը ասում եք իշխանամետ է, բայց իշխանամետ չի, բան կախա ուրեմն։ Շնորհակալություն, պարոն Յանիսյան, ավարտեք։ Իրանք ուզում են ամեն ինչ անեն, որ անկախ որևիցե սուբյեկտ չլինի երկրում։ Շնորհակալություն։